Նայեք, ես շատ լուրջ հանցագործ եմ, ինձ մոտ հայտնաբերվել է սոսինձ։ Եթե որևէ մեկի տանը կա սոսինձ, խնդրում եմ փորել հողը, թաղել մեջը, անհապաղ ազատվեք այդ սոսինձի տուփից։ Պահեք սոսինձները, պարեկների աչքից շատ հեռու։ Եթե իհարկե չեք ուզում այս աղջիկների նման բերման ենթարկվել։ Քանի որ Էլենի ձեռքին եւ իմ ձեռքին կային սոսինձներ եւ այդ չեմ վստահում պաստառները, մեզանից վերցրեցին, արգրավեցին այդ սոսինձը եւ բաները, պաստառները եւ պլոմբեցին։ Դրա համար, ինչպես հասկացանք, շատ վտանգավոր են A4 պլակատները եւ սոսինձները։ Պետք է անհապաղ վերացնել դրանք։ Աղջիկները Լիդիան, Լուսինեն, Էլենը սրբազան պայքարի երիտասարդներից են։ Իրենց ամենօրյա ակցիան էին իրականացնում։ Նիկոլ Փաշինյանի պատկերով թղթեր էին սոսնձում մայրաքաղաքի տարբեր փողոցների պատերին, երբ ոստիկանները նրանց բերման ենթարկեցին ոստիկանության նոր նորքի բաժին։ Մենք փակցնում էինք, չեմ վստահում, այսպես պլակատներ Նիկոլ Փաշինյանի դեմքով եւ անօրինական ոչինչ չկա այդտեղ։ Մոտեցան երկու ոստիկան, զանգեցին պարեկներին, պարեկները եկան մեքենայով եւ վարչական իրավախախտման պատրվակով մեզ ձերբակալեցին։ Բայց մենք բողոքարկելու ենք, քանի որ ոչ մի անօրինական բան չեն կարել։ Իրականում երիտասարդները իրազեկման ակցիա են անում ամեն օր երեկոյան 6-ից հետո Երևանի տարբեր շրջաններում։ Արժանի չվստահման հնարավորություն են տալիս մարդկանց գրավոր հայտնելու իրենց անվստահությունը Հայաստանի գործող կառավարությանը։ 2 ամիս առաջ սկսել ենք չեմ վստահում ակցիան, պարզապես սիմվոլիկ այսպես նշանով մենք իրազեկում ենք ժողովրդին, ժողովուրդը մոտենում են, քվեարկում են, եթե չեմ վստահում, այդպես իրազեկման բնույթ է կրում ակտիվ գործողություններից առաջ։ Մարդկանց տրամադրությունները հասկանալու նախ եւ առաջ, ժողովրդին ցույց տալու, որ կառավարության ցույց տալու, որ ժողովուրդը չի վստահում իրեն։ Լուսինեի հաշվարկով 2 ամսում արդեն 25000 մարդ է իրենց ակցիայի միջոցով անվստահություն հայտնել Փաշինյանի թիմին։ Վստահ է, ակցիային մասնակցող քաղաքացիների ակտիվությունից է վախեցած իշխանությունը, որ իր խոսքով փորձում է բերման ենթարկելով ճնշել երիտասարդների ակցիան։ Չէ՞ որ իշխանությանը քննադատելը ծանր հանցանք է ժողովրդավարության բաստիոն Հայաստանում։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Շարբաթյան և Անի Ղանդիլյան, Հայլուր։